Hello. Այսօր ապրիլի 1-ն է։ Ապրիլի 21-ին։ Այն է ծնունդն է, ապրիլի վլոգը հետաքրքիր լինելու, ապրիլի 1-ը սկսում ենք արդեն այս տարվա առաջին նկարահանումով, Այանայի առաջին նկարահանումն է այսօր։ Գնանք հուսամ կարող եմ ինչ-որ կադրեր նկարել։ Next time, and when we finish the photograph, who are we gonna see? Maxi doggy. Yes. Գնացինք նկարահանման, ցույց կտամ backstage-ից կադրեր, ոնց է աշխատում Այանան։ Bye. Նկարահանվում ենք բանկի համար, ցույց կտամ մի քիչ backstage-ից կադրեր, process-ից, քան արևոտ եղանակը։ Այանան հենը։ Մինչև կսկսենք նկարահանումը, սպաղվում է։ Hello. Can I take off my Jacket? Yep. Yes, we're փոքր է։ Շատ է սիրում նկարահանվել, փոքր ժամանակվանից ինձ նկարում են։ Ու հիմա տարբեր փոզ ենք անելու, ոնց որ մի հատիկ անելու ենք, որ ես բանանը սունցղնի վրա նստած լինելու դասում անելու։ Ու ոնց որ հետո իմ պապան ինձ նայում է գրում եմ ես դասերս։ Հետո մի հատ ասենց մամա, պապա, ես մի հատ տղա նկարվելու ենք տենց։ Նկարում եմ։ Բարի օր, Արև, Երևան, օֆիսից դուրս եկա երկու շաբթի այսօր իմ ամենասիրելի օրերից, լիքը գործ արեցի, հիմա գնում եմ Գոչայի իվենթին։ Սուրճի հիմքով է սիրում։ Ես սուրճ սիրում եմ, բայց սենց ինչ-որ refreshing բաներ եմ սիրում, օրինակ սորբե սիրում եմ, ես ինչ է։ Այս կունժուտով պաստաներ են Դա, նո, Իսկ եթե ինքը fresh այն բան եք սիրում, այս կհավանեք, բայց այս էլ է սորբեով իմ ամենասիրած տարբերակը։ Այդ չգիտեմ, ես թեզ, թեյ։ Այս ավելի թեթև է, այս ավելի սենց կշտացնող է։ Սիրում նկարենք ստաց։ Այսի առանց բանի է, այսի սենց է։ Շատ համով է։ Բոլորը նկարում են իրար, կոնտենտ են ստեղծում։ Եթե սիրում եք սենց մերչեր, շատ սիրուն են։ Լույս օֆիսից այսօր, քանի որ ամսի 21-ին Այանայի ծնունդն է ու որոշել եմ իրան ոչ թե նյութական ինչ-որ նվեր տալ, այլ նենց նվեր, որը ավելի շատ էմոցիա է առաջացնելու։ Ինքը իր սերած հերոսները ուզում եմ իրան շնորհավորեն ծնունդը, ու դա բնականաբար creative company-ում աշխատելու առավելություններն են, AI-ը եւ մեր թուլերը։ Դրա համար Մատ խնդրում եմ ուզում ցույց տամ, ես չի պատկերացնում իրա դեմքը, ինչ ալնելու, մի հատիկը կդնես։ Feliz cumpleaños, Ayana. Ayana, O Lingati Kameye, I see you. May the great mother Iwa smile upon your birthday. Hello. Այսօր էլի շութինգ ունենք, քանի որ Այանայի ծնունդն շուտով pre-birthday ֆոտոշութ ենք անում։ Պատրաստվում ենք։ Մաման փուչիկներն են փչում։ Ռեկվիզիտները մեր։ Փուչիկները։ Այս փուչիկների կադրի համար է։
Բարի լույս օդանավակայանից։ Սա Այանան է։ Ուր ես գնում Այանա։ Ես գնում եմ Կիպրոս։ Իմ ծնունդն է։ Գնում ենք Կիպրոս։ Կիպրոսի իմ ամենասիրելի ուղղություններից է։ Ամենասիրելի ուղղություններից է ծովը ամենասիրելիներից։ Սա իմ 4-րդ ճամփորդությունն է դեպի Կիպրոս, իսկապես շատ կարոտած ենք իրար։ Սուրճս խմեմ, չքնած եմ, գիշերը 4 ժամ եմ քնել։ Սա Այանայի 5-րդ ճամփորդությունն է։ Առաջինը եղել է 2.5-3 ամսեկանում, որը որ երևի 10-ից 15 գնահատեմ, ուտում էր ու քնում էր, այդ տարիքում ուրիշ բան ոչ մի խնդիր չէր առաջացնում, գիշերը անգամ ինքը արթնանում էր մենակ ուտելու համար։ Հաջորդը 1.5 տարեկան էր, որը 10-ից 8 կգնահատեմ, այն սկզբունքով, որ հիվանդացավ, Եգիպտոս էին գնացել։ Առաջի 4 օրը ջերմեց, երևի ակլիմատիզացիայից կամ չգիտեմ։ Հաջորդը 2.5 տարեկան էր էլի իդեալական անցել։ Մի նկատառում, որ Այանայի հետ վարքագծի տեսանկյունից միշտ հեշտ է կամայական եւ կենցաղային իրավիճակ եւ սրտիկս հիմա որ ցույց տամ մի հատ նայեք ինքը այնտեղ նստած դաս անում, այսինքն հեռախոսի մեջ չի լուզում հեռախոս։ Հաջորդ արդեն 5 տարեկանում էր մեր ճամփորդությունը էլի իդեալական անցել։ Մի խոսքով, այսինքն այս ինչի եմ պատմում, որ այնպես չի, որ Այանայի հետ դժվար է ճամփորդել, Այանան դժվար երեխա է, դրա համար ես չեմ սիրում երեխայի հետ գնալ հանգստի։ Հայաստանից մեկնել դեռ այս պայծրությամբ ինձ համար է շատ կարևոր sense escape փախուստ բոլոր այն բարդականություններից, որոնք իրականացնում եմ Հայաստանում աշխատանքի վայրում, տանը եւ այլն։ Այսինքն, երբ ես ճամփորդում եմ երեխայի հետ, իհարկե ես շատ վայելում եմ այդ բոլոր ամբողջ ժամանակը, որը իր հետ անցկացնում եմ, բայց ես դեռ մնում եմ մամայի սոցիալական դերում, այսինքն ավտոմատ իմ ուղեղը անդադ մտածում է, որ իրան ուշադիր լինեմ, հոգ տանեմ իր մասին եւ այլն։ Իսկ կարևոր բանը, որ միշտ օգնել է մեզ Այանայի հետ ճամփորդելուց, դա իր անգլերենի իմացությունն է, որ ինքը խոսում է լիարժեք անգլերեն, ընդհանրապես չեմ անհանգստանում, որ կարող է կորի կամ չօգնության կարիք ունենա, ինքը full իրան սպասարկում է այդ առումով։ Ayana. Ayana. We are taking off. Look. See you in Cyprus. Թրիչքի համար վերցրել եմ լիքը ֆլոմաստերներ, մատիտներ, ներկիր ինքետներ, նաև աշխատանքային տետրեր, մաթեմատիկայի, անգլերենի եւ այլն։ Իհարկե ոչ միայն թրիչքի, այլ նաև հյուրանոցում, չգիտեմ, երբ որ ձանձրանա, ավելի ուշ ժամերին զբաղվելու բաներ ունենա ու առավոտյան ժամը 7-ին ենք տանից դուրս եկել, արդեն մոտ 5 ժամ է, ինքը ընդհանրապես հեռախոսով չի խաղացել։ Թրիչքի համար այսեն սնեք բոքս եմ պատրաստել, Այանան սիրում է միրգ բանջարեղեն, որովհետև օդանավակայանից էլ դեռ մի 50 րոպե ճանապարհ են գնալու։ Այս ամաններն ինձ հարմար են, Ուրարտուից եմ առել, այսինքն բաժանարար բանով։ Հասել ենք Լիմասոլ, չէ, Լիմասոլ չէ։ Հասել ենք Կիպրոս, այսինքն Լառնակա аэропորտը ու կամաց եմ խոսում, որտեվ Այանան քնեց։ Չգիտեմ, ես դիրքը հարմար է քնելուն, թե չէ, բայց նա կա ուտեղով։ Մեքենան վերցրեցինք ոնց որ միշտ նույն Empire Rental-ից ու գնում ենք մեր հյուրանոց։ Այ հիմա բարի լույս։
Երեք եկանք օդանավակայանից, լավ լողացինք, հետո քնել ենք երևի մոտ 3 ժամ, գնացինք ընտրելու ու էլի քնել ենք։ Մեզ ռեստարտ էր պետք։ Մեկ էլ հենց գնացինք հայլելու, մեկ էլ գնում ենք հետ, մեկ էլ ավտոն կորավ։ Անընդհատ չենք գտնում, բայց հիշում ենք, որ կանգնած էր ice cream truck-ի դեմ, հետո կորցրեցինք ու երբեք չգտանք։ Ճիշտ է, երեք մենք վարձակալած, դե մի անգամից մեքենա ունեինք վարձակալած, մեքենայով եկանք ու երեք կորցրել էինք, մանկական հրապարակ էինք գնացել, կորցրել էինք մեքենայի տեղը։ Ինչևէ, այսօր Այնայից ծնունդն է։ Մի քիչ ավելի մանրամասն հյուրանոցը երևի վաղը ցույց կտամ, որովհետև այսօր եկել ենք Նախաճաշի, ոչինչ դեռ չեմ նկարել, դեռ նոր էներգիա եմ հավաքում, վաղը ցույց կտամ։ Ինչևէ, այսօր ամբողջ օրը վայելելու ենք իրար։ Վաղ լողալու ենք, հանգստանալու ենք, հյուրանոցը շատ լավն է, Luxury Collection ցանցից է, Park Lane-ն է Լիմանսոլում, նախորդ վլոգի հոթելը եւս, Վրաստանի հոթելը եւս այդ ցանցից է, ինչևէ, հեսա մի քիչ հետո այնային կտանեմ Kids Club, ինքը մի քիչ խաղաց, բաղվի, ես էլ edit կանեմ մի քանի բան, ուղղակի վայելեմ օրը ու վայելեմ իհարկե այն զգացողությունը, որ 7 տարի առաջ այսօր ես մամա եմ դարձել, բայանը, ես մամա եմ դարձել ու դա լավագույն բանն է, որ պատահել է ինձ հետ, իմ սիրելի։ Happy birthday dear Ayana, happy birthday to you. Thank you. Thank you. Take this system puller. Դուք որի մնաք ես շունիկ ունեմ, իմա որ ստեղ լիներ, մտնելու էր ջուրը ու չգար մեր մոտ։ Ինք այդ կնչարու կա։ Աստեղ մեր փուլն է, աստեղ համար շատ հավես է, մի ռոպե դες չստամ երկրորդ փուլը այն մասում հա, բայց աստեղ մի հատլել entrance կա, Սենց սղարանի զոնա կա երեխաների համար, մի հատ էլ Kids Club-ում արդեն մեծ զոնա կա սղարաններով։ Ես էլ երեխեքի համար էլի, որ հով լինի, այն ամառվա ավելի բան սեզոնին, այս գլխավոր մեծ բասեինն է, ստեղ առավոտ նախաճաշում ենք։ Hello. How it feels to slide? What? How it feels to slide? So fun. Let me show you how I slide. Ես արդեն դիմացի հատվածից եմ ցույց տալիս նորից գլխավոր բասեինը, մուտքը դեպի հյուրանոց, այստեղ այն բեմի վրա բաներն են, չորխմբային պարապմունքներն են լինում, յոգա, պիլատես, այստեղ դիմացը ջիմն է ու հեսա այստեղ լողավազանը ներսի, սաունա, խմամ, տաքացվող լողավազանը ու իհարկե այս ճանապարհը այնքան սիրուն է դեպի ծովը, այդտեղ Namos Beach Club-ն է, այստեղ էլ գնացինք դեպի լողավազան, այստեղ ներսի բասեյնի մոտ ևս տապչաններ կան, ու այսենց մտնում ենք արդեն ներսի բասեյնը, այնան արդեն ջրի մեջ քանի դեռ սենյակը նոր են հավաքել, եկել ենք ծովից ու յուրին տարավայանային Kids Club, սենց արագ ռում տուրան է, այստեղ հենց դրնից մտնում ենք, բնականաբար smart բանով կարգավորվող լույսերը, ամեն բան, coffee station-ը, shot համով սուրճերով, այստեղ մինի բարերն են մեկ և մի հատ էլ սառնարանում կա մինի բար, այսպես երկուս,
Դա գնացինք առաջ, այստեղ safe-ն է, ավել ինչ-որ բաժակներ և այլն։ Գնացինք առաջ, ignore my appearance, ինչպես միշտ իմ դասավորված խնամքը, այս իմն է, այստեղ էլ իգնոր արեք լվացքը, որովհետև ես ամեն օր լվացք եմ անում, դրշվայ կաբինը ու իմ շատ սիրեցի այս բայրեդոյի խնամքը, շատ լավն է հոտերը, հենտեղ ուրեմն զուգարանը, ինչպես ասեցի, լույսերը կարգավորվող, գնացինք, ուրեմն մի հատ king size bed մեծ, այս սոֆա բեդն է, որ Այանայի համար են այսպես պատրաստել, այսպես սեղան, հեռուստացույց, ոնց որ և միշտ և ուրեմն ալյա բալկոն, ինքը բացվում է իհարկե, էլի այստեղ լվացք ունենք, բացվում է, բայց բալկոն չի ամբողջությամբ, սեղան էլ կա, ինչ-որ բան է ուզես Այանայի ծննդյան տորթը մի բան է ուզում ցույց տա, ես պահին նոր եմ քանդել, ես դրան ուշադրություն մի դարձրեք, ուրեմն նախորդ դեռ վլոգում ասում եմ, որ ես երբ հասնում եմ հյուրանոց, պարտադիր սենյակից նման եմ դասավորվում, այսինքն իմ իրերը տարբեր դարակներում և այլն ու շատ լուր առանց ինչ-որ մի բանի Այանան, առանց իմ ասելու, հենց եկավ այս դարակը իրան վերցրեց ու այսպես սիրուն, այսօր ենք խառնել իհարկե, ամեն երեկո դասավորում ենք, իրա իրերը դրեց այստեղ ու սմահռակս ինչ կուսուցան է, երեխաները ուղղակի սմահռակս ինչ կուսուցան է, երեխաները կոպի են անում են, ինչ տեսնում են։ Մի խոսքով, ես գնացի սուրճս վերցնեմ, վայելեմ, մինչև որ արդեն կգնենք ճաշելու դրսում։ Այանա, պաղպաղակի ժամա, հələ տեսնեմ ձեռքինը ցույց տուր։ Էս էլ սենց ջրային հատվածն է բանի։ Հեսա մի քիչ հետո գալու ենք լողաստեղ, Այանա։ Ոնց անցավ օրը։ Ոնց անցավ, Այանա։ Այսօր շատ էին ընկերներդ։ Գնանք մի բան ուտենք ու գանք։ Հա, Այանա, գանք դու լողաս այստեղ։ Են մեծ սեղանի սեղալուն։ Ամոզումս ամբողջ սեղաններից ես սեղան դեի։ Գնացինք։ Քանի որ գիտակցում եմ, որ այս օրերի ընթացքում շատ մանրամասն չեմ նկարել վլոգը մեր հանգստից ու դրա համար կան իհարկե պատճառներ, որ նախ հանգստի ընթացքում իսկապես ինչքան էլ պլանավորում եմ կոնտենտ անել, ինչ որ հետաքրքիր միևնույն է, անգամ լինես հիմա եկա բալա անգամ եկա սիրունս անգամ լինես travel content ստեղծող թե ոչ, միևնույն է մարդկանց, եթե դու content creator ես, մարդկանց հետաքրքիր է այդ ամենը երբ դու ճամփորդում ես, համաձայն եմ, բայց իսկապես մանավանդ այս մեր հանգստի դեպքում, երբ այսպես շատ ընտանեկան վաղուց այսպես հանգստի չեն գնացել, այսինքն հենց Այանայի հետ, ուզում էի կտրվել ամեն ինչից, բայց միևնույն է եկեք մի քիչ պատմեմ, որովհետև ստացվում է իմ եւ Այանայի կոնտենտն էլ հենց երեխայի հետ հարաբերությունների, երեխայի հետ հանգստի, երեխայի հետ աշխատանքի, այն ամեն ինչ կապված է երեխայի հետ այդ կոնտենտի մասին է, դրա համար մի քիչ պատմեմ։ Խնդրել էինք Լիմասոլ քաղաք մանավանդ Park Lane ռեզորտը, որովհետև մի քանի կրիտերիայի պատճառով նախ Լիմասոլ, որովհետև ավելի ուրբանիզացված քաղաք է, քան օրինակ Այանապան ու Պրոտարասը, որը շատ սիրում եմ ու միշտ այնտեղ էին գալիս, այսինքն թե սնվելու, թե ժամանցի տարբերակները երեխայի հետ կապված էլ ավելի շատ են։ Երկրորդ ուսումնասիրելով ռեզորտները գտա իմ ուզածը Park Lane-ում, այսինքն kids club-ով ու ակտիվ երեխաների խնամքով զբաղվող թիմ, որը որ նպաստում է նրան, որ հանգիստը ստացվում է եւ համ եկա սիրունս եւ երեխաների համար եւ երեխաների հետ հանգիստն է հարմար լինում, բայց նաեւ միաժամանակ գտնում եմ հնարավորություն մենակ մնալու, հանգստանալու, որովհետեւ այդ ժամանակ Այանան ձանձրանալու փոխարեն խաղում է Kids Club-ում լիքը բալիկների հետ։ Ես հիմա եթե ձեզ ցույց տամ, իրական նախանձում եմ այս տեսակ մանկությանը ու հնարավորություններին։ Հնարավոր է նաև երեխային առավոտվանից բերել,
եւ իրանք կկերակրեն ամեն ինչ կանեն, լանչը հավելավճարով է։ Լավ, հիմա փորձեմ շատ երկար չբացատրել, այսպես տարածքը ցույց տամ։ Գնացինք, ուրեմն այս ստացվեց այսպես բակային հատվածն է, այստեղ տղաներին կհետաքրքրի երևի ֆուտբոլի ավելի հատվածը, գնացինք Երջանի կայանն այնտեղ, այս ջրային հատվածն է, սփլեշը իհարկե միացում եւ անջատում են, խնդրում եմ երջանկությանը չափ չկա։ Այս հենց Kids Club-ի շենքն է այստեղ են, ներսը ցավոք ես չեմ կարող գնալ որ ձեզ ցույց տամ, այսպես Հիմա այնան լողումը, այնտեղ մի քիչ առաջ պաղպաղակերոտում, կդնեմ հեսա այդ վիդեոն, կամաց սիրունս մի գորը։ Իսկ մեծերի համար լիքը սրճարաններ, տարածքում խանութներ, սպա, տաքացվող լողավազաններ եւս, մի խոսքով շատ հավանել սնունդը շատ մենք վերցրել ենք նախաճաշով տարբերակը, որովհետև ցերեկը եւ երեկոյան կախված տարբեր օրերի գնում ենք նաեւ ինչ որ մոլ շոփինգին, այնտեղ էլ ուտում ենք կամ ինչ որ սրճարաններ, Լիմասոլի իմիջայլոց Մարինայի հատվածում նավահանգստի երեխաների խաղահրապարակ կա, այնն շատ հաճույքով է խաղացել այդ խաղահրապարակում։ Կարող եք նաև half-board տարբերակը վերցնել, եթե չեմ սխալվում, իրանք այդ երկու option ունեն, այսինքն նախաճաշով եւ half-board, բայց մենք նախատրեցինք նախաճաշովը սնունդը գնահատում եմ 10-ից 10, 10-ից 20 անգամ, ամեն ինչ թարմ համով։ Մի բանում եւս համոզվեցի, որ լավագույն նվերը իմ եւ ամուսնուս կողմից, մեր ընտանիքի կողմից Այանային, դա օտար լեզուներ սովորեցնելն է։ Այանան այս ամբողջ ընթացքում բացարձակ ազատ ընկերություններ անում բալիկների հետ օտարերկրացի, խոսում անգլերեն, իրեն շատ լավ զգում, նախ եւ առաջ չկար վախը կորելու, մի բան չհասկանալու, չբացատրելու, այսինքն լեզուն այնքան հնարավորություն է տալիս։ Գանձս ինչի ես բղավում։ Ինչի ես գոռում Այանա։ Վախեցա ինձ թվա ինչ-որ բան ա եղել։ Շատ լավ։ Մի խոսքով ու նաև կարևոր բաներից, որ տվեք ձեր բալիկներին, կոմունիկացիայի բոլոր միջոցներին ծանոթացրեք, շփմանը, այդ որ կոմպլեքսներից ազատվեն, կարողանան հստակ բացատրեն այն ինչ ուզում են, իրանց մասին ինֆորմացիային տիրապետեն, հա, իրանք ովքեր են, այսինքն անուն ազգանունը, մամայի, պապայի մասին ինֆորմացիան, հեռախոսահամար, այսինքն արեք այնպես, որ երեխան Ջանիկս արեք այնպես, որ երեխան մաքսիմալ, ու դա միայն ճամփորդելու մասին չի իհարկե խոսքը, դա նաև մեր քաղաքում եւս եւ այն քաղաքներում, որտեղ որ դուք ապրում եք, այդպես դրա կարիքը շատ կգա, բայց համենայն դեպս հիմա Հայաստանում երբ առաջացել են հնարավորությունները շատ մատչելի ճամփորդելու, եկեք անկեղծ լինենք ու ասենք, որ անգամ իմ մանկության ժամանակ 90-ականների սերունդը եթե անգամ ուներ ֆինանսական հնարավորություն Ես հիմա գնալու եմ այնտեղ սրակնայք Գանձ ուրիշ բալիկների ես չեմ կարա նկարեմ 90-ականների սերունդը անգամ եթե ուներ ֆինանսական հնարավորություն ճամփորդել է այդքան հեշտ չէր ու այդքան հասանելի չէր իսկ հիմա արդեն բալիկները ճամփորդում են ծնված պահից սկսած դրա համար անհրաժեշտ է որ երեխան տիրապետի օտար Գանձս չեմ կարա նկարեմ ուրիշ բալիկների ես դրա համար քեզ չեմ նկարում դրա համար տիրապետել օտար լեզուների սեփական անձի մասին ինֆորմացիայի ու լինել ունակ բացատրելու խոսելու կոմունիկացիայի այդ սկիլերը ունենալու 200% կարևոր է։ Հավատացեք ինձ, դա ավելի կարևոր է, քան լիքը ուրիշ, չգիտեմ, վերցնենք մաթեմատիկական գիտելիքներ եւ այլն, խոսքս իհարկե գնում այդ փոքր տարիքի մասին, հա, իսկ դա միևնույնն է սովորելու է դպրոցում, բայց արդեն 5, 4, 5, 6 տարեկան երեխան, որպես իրան ազատ զգա, այս բոլոր սկիլերը իրան պետք են հմտությունները։ Leave it here, the trolley? Yeah, sure, yeah. So, Ես վայրեն մենակ ենք մնացել, յուրին գնացել ատեղ, Freshly made food. ու մենք պատվիրեցինք ընթրիքը սենյակ, մի հատ խնդրում եմ, որ տակ մնա, ինչի մեջ են բերել, Այանա, that's safe-ա, մի րոպե, խնդրում եմ, Այանա, զգուշ,
Ուրեմն, oh my gosh, ստակա։ It's so hot. Սկուշ, մի հատ ինչ-որ բան, սկուշ տակա գանձուկ։ Մի հատ ինչ-որ բանով սպասի հանեմ։ Բրնի բալես։ Pizza margarita, սկուշ տակա։ Margarita. For Ayana and ես էլ ինձ բոլոնեզ ռագու եմ պատվիրել։ Oh, that's gorgeous. try it Of course you can. It's banana. That's with beef. Miropem. So, հիմա տեղավորեմ ու մեզ բարի ախորժակ։ Ta-da! Իրար հետ Anazala family ենք նայում YouTube-ով. And isn't it hot? May I kiss you? No. Ayana. You may eat me. How much mommy loves you, Ayana? Եկանք լառնակա, գրիչքին դեռ մի 4 ժամ ունենք, ինչ-որ մի բան ուտենք ու հայկական եկեղեցի մտնենք, ուզեմ, ինձ մեկ է ինչ ուտեմ, հյուր կարող ես հայկական եկեղեցին, հենց կենտրոնում ենք, Ayana, սարի, շատ երկրներում ու քաղաքներում հայկական թաղամասեր կան, հայկական դպրոցներ, որովհետև հայկական համայնքը մեծ է, իսկ համայնք նշանակում է այդ ազգի ներկայացուցիչների քանակը։ Nyam. Այսպես եկեղեցու ետնաբակով եկանք ու նարեկ հայկական վարժարան։ Հայ բալիկները Կիպրոսում այստեղ գալիս են դասին, ապրիլի 24-ի հիշատակի։ Չէ։ Կրակն է։ Հավերժական կրակը։ 96 թվական մայիսի 18։ Ինչ ա եղել 96 թվականի մայիսի 18։ Գնացինք։ Արդեն ինքնաթիռում ենք ու թռնում ենք Երևան։ Իսկապես շատ լավ անցավ մեր հանգիստը 5 օր, որ թված 15 օրվանց որ լիներ, հուսով եմ ես էլ հասցրեցի ինֆորմատիվ կամ ուղղակի ձեզ հետաքրքիր կերպով ներկայացնեմ։ Այնպես որ մեզ բարի թռիչք, ձեզ լավ օր։